Ծնվել եմ Ստեփանակերտում 93 թվականից, ծնողներիս հետ միասին տեղափոխվել ենք քաղաք Շուշի, մեծացել եմ Շուշիում, իմ կյանքը ես պատկերացնում եմ, Շուշին է իմ կյանքը։ Հաճախել եմ Մեղեդի պարախում, Շուշի մի հատ պարախում կար, Երվան Մանարյանի տիկնիկային թատրոնին կից, երբ մայրս տարավ ինձ ծանոթացրեց ղեկավարի հետ, Նինա Գրիգորյանին, ես սիրահարվեցի եւ պարուսույցին եւ պարարվեստին ընդհանրապես։ Ու հաճախում էի նաեւ Շուշիի Վարանդա երգչախումբ, երևի լսել եք պարոն Զաքար Քեշչյանի մոտ, անմոռանալի օրեր էին, երջանիկ մանկություն, չկար այս թվայնացված ամեն ինչը, աշխարհը, ամեն ինչ իրական կյանքում էր։ Ավանդույթ ունեինք մեր բակի երեխաներով, գնում էինք Ջդրդուզ ու այդ պահերը, այդ օրերը հիմա ենք հասկանում, որ մեր կյանքի ամենավառ, ամենապայծառ օրերն էին։ 7-րդ դասարանից տեղափոխվեցի Ստեփանակերտ, պարարվեստի քոլեջում շարունակելու համար պարարվեստի ուղին, սովորեցի 4 տարի, ավարտելուց հետո սկսեցի աշխատել նույն քոլեջում, հետո շարունակեցի ուսումս պարարվեստի գծով Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում որպես պարուսույց։ Ու նաև շարունակում էի աշխատել պարարվեստի քոլեջում, գնում գալիս էի այս։ Ավարտելուց հետո ազգերի բնորոշ պար էի դասավանդում պարարվեստի քոլեջում, անմոռանալի էր, չգիտեմ, մենք էինք։ 2020 թվականի սեպտեմբերի 26-ին պարարվեստի քոլեջի մենահամերգներ, այսինքն հաշվետու համերգներ, դե ինչպես միշտ ամիսներով պատրաստվում էինք, այդ օրը շատ լավ համերգ ունեցանք, քանի որ համերգը ուշ ենք վերջացրել, պետք է մնայի Ստեփանակերտում։ Երեկոյան 11-ին հայրս զանգեց, որ Շուշիից իջնում է Ստեփանակերտ ինչ-որ գործով, գալիս ես իմ հետ բարձրանանք տուն, ասեցի, հա, գալիս եմ տուն։ Ու գիշերով գնացի տուն, հանգիստ, որ հանգստանանք, համերգը վերջացավ, վաղվանից նոր օր ենք սկսում։ Առավոտվա նոր օրը նման չէր մնացած առավոտներին, օրը սկսվեց պայթյունների ձայներով, օդային տագնապով։ Քույրիկիս երեխան իմ մոտ էր, 6 տարեկան էր, տղա, ու այդ իր վախը, իր աչքերին, որ հարցնում էր, «Էս ինչ է», ու ես չեմ հասկանում, «Էս ինչ է», արդեն հասկանում եմ, բայց չգիտեմ ոնց բացատրեմ, «Էս ինչ է», գրկեցի երեխային, իջանք ներքև ու արդեն օդային տագնապն է, այդ ռմբակոծության ձայներն է, մարդիկ խառնված իրար չգիտեն ինչ անեն, մեր շենքից ահագին տղաներ ունեինք զինծառայող այդ ժամանակ, ծնողների վիճակը, որ չգիտեն ոնց պահեն իրանց, այսինքն փորձում ենք հասկանալ ինչ անենք այդ պահին, ոնց մեզ պահենք։ Ոչ մեկ չէր ուզում լքել, ոչ մեկ չէր ուզում դուրս գար, բայց մենք տեսնում ենք մեր երեխաների, այսինքն ես երեխա չունեի այդ ժամանակ, քույրիկիս երեխեքն էին մեր մոտ, իրանց վախ ապրումները, գիշերները այդ ձայներից իրանք ահավոր ստրեսի մեջ էին ու անընդհատ քույրիկիս տղան հարցնում էր, բա որ հենց հիմա այստեղ խփեն, բա որ հենց հիմա թուրքերը գան ու մենք հասկացանք, որ երեխաներին պետք է հեռու պահել այդ ստրեսից, որոշեցինք, որ երեխաներին բերենք Հայաստան ու մտածեցինք գնանք Գորիս, մի քիչ սպասենք, որ հետո վերադառնալու ենք նորից տուն։ Մենք հրաժեշտ չենք տվել Շուշիին, մենք հրաժեշտ չենք տվել տանը, որովհետև չենք պատկերացրել, որ չենք վերադառնա։ Գնացինք Գորիս, արդեն այդ ամենօրյա կորուստների թիվը, չգիտենք որտեղ են գտնվում մեր հարազատները, եղբայրներս այդ պատերազմի գոտիում էին, մորքուրիս տղաները, ու կապ չկար ոչ մեկի հետ, Ֆիզուլիում էին ու գիտեինք, որ սկզբում այդ Հադրութի շրջանները ահավոր վիճակում, որ մտել են արդեն թուրքերը, ոչ մեկի հետ չեն կարողանում կապ հաստատել։ Ու այդպես արդեն նոյեմբերի 9-ին, որ հասկացանք, որ արդեն կորցրել ենք Շուշին, չգիտեմ, բառերով չեմ կարող ասել մեր ապրումները, որովհետև առաջին թևաթափության այդ
ալիքներ, որ դու անկարող ես ինչ-որ բան փոխել, այդքան զոհեր, այդքան կորուստներ մարդկային կյանքի ու արդյունքում նաև հայրենիքի մի մասի կորուստ։ Պատերազմի ավարտից հետո մենք վերադարձանք Ստեփանակերտ, բնակվելու տուն չունեինք, Վարձով ենք բնակվում։ Շարունակեցի աշխատել Բարարվեստի քոլեջում, երևի աշխատանքն է, որ ինձ նորից ուժ ա տվել ապրելու, այսինքն չկորցնելու ինձ։ Ծնողներս նույնպես տեղափոխվեցին, քույրիկս տեղափոխվեց, սկսեցինք շարունակել մեր կյանքը Արցախում, որովհետև Արցախից դուրս ես կոնկրետ ինչ չէի պատկերացնում։ 2021 թվականին արդեն ամուսնացել եմ։ Ամուսինս աշխատում էր ջազ բենդում, Արցախի պետական ջազ նվագախմբում եւ Պաշտպանության բանակի զինվորական երաժշտական նվագախմբում։ 21 թվականին որոշեցինք, որ ամուսնացանք, բայց այն որ ինչ հարսանիք, ինչ ապրել, ես շատ եմ սովորացրել հարսի պար իմ աշխատանքային բնույթի հետ կապված։ Ու միշտ պատկերացրել եմ, որ ես ամուսնանամ, հարսի պար եւ այլն, ու 21 թվականին հասկանում եմ, որ չէ, ես չեմ ուզում հարսի պար ապրեմ, ուղղակի այդ ամեն ինչը սիմվոլիկ ինչ-որ գնանք եկեղեցի ու հարազատներով կնշենք։ 21 թվականի նոյեմբերի 9-ին ծնվեց տղաս ու մտածում ենք, որ կշարունակենք մեր կյանքը Արցախում, դժվար էր, քանի որ թշնամին 8 կիլոմետր հեռավորության վրա էր Ստեփանակերտից, գազ էին անջատում, լույս էին անջատում, փոքր երեխայի հետ դժվարություններ շատ էին, բայց մտածում ենք մի օր ամեն ինչ լավ կլինի ու երբ որ սկսեց բլոկադան, էլի չենք պատկերացնում, որ վերջը այսպեսին կլիներ։ Բլոկադայի ընթացքում շարունակում էր աշխատել Բարարվեստի քոլեջը, ես երեխաս արդեն 2 ամսականից մայրիկիս մոտ էի թողնում ու 2 ժամով գնում էի աշխատանքի հետ էի գալիս։ Բարարվեստի ուսումնարանի աշխատանքը գնում էր ոնց որ առաջ, չնայած նրան, որ ցուրտ էր դահլիճները, երեխաները փոխվում են ապարելուց, դահլիճները ցուրտ էր, ուտելիք չկար, երեխաները հյուծված էին, բայց շարունակում էին աշխատել։ Ու սկզբում էլի հնարավոր էր ուտելիք գտնել եւ այլն, բայց եկավ մի ժամանակ, որ չկար ուտելիք, չկար տրանսպորտ, ես փոքր երեխայի հետ ու միակ վիտամիններով բանը, որ կարողանում էի տալ երեխայից, դա կաթնախառուրդն էր, որը մի օր վերջացավ ու արդեն չգիտեինք որտեղից գտնեինք ու իմ աշակերտներից մեկը ասեց Մարտունիում էր ապրում, ասեց Մարտունիում մի հատ կին կա, ունի կաթնախառնուրդ, բայց տրանսպորտ չկա, որ ուղարկենք։ Մի կերպ զորով մարդիկ գտանք, որ այդ կաթնախառնուրդը հասցրեցին Ստեփանակերտ ու փոքր երեխայի հետ գնում կանգնում էինք հացի հերթ։ Այդ ընթացքում տեսնում ես, որ պապիկներ, տատիկներ են գալիս, քեզնից հետո է իրանց հերթը, բայց չնայած նրան, որ փոքր երեխա է քո հետ, բայց չես կարող չթողնես իրանք առաջ գնան ու հաճախ առանց հացի նորից հետ էին գնում տուն ու չնայած այդ ամեն ինչին լիարժեք էր մի տեսակ կյանքը իմ ծննդավայրում էի, իմ հայրենիքում էի, շրջապատված էի ընկերներիս հետ, բարեկամներիս հետ։ Մի խոսքով ուզում ենք մնալ, շարունակել, պայքարել, որովհետև այն տղաների արյունը, որ իրենց կյանքը զոհել են Արցախի համար, մենք չենք կարող ուղղակի թողնել ու հեռանալ։ Պայքարեցինք այնքան ժամանակ, մինչև սեպտեմբերի 23-ին սկսվեց վերջի Արցախյան պատերազմը։ Այդ ձայները փորձում ես տիրապետել քեզ, որ այդ ապրումները չփոխանցվի երեխային, բայց անհնար է։ Վազեցի դուրս հասկանամ ինչ կարող եմ անել ու նկուղներ չկար, սեփական տներ էր մենք որտեղ ապրում էինք, նկուղ չկար, բոլորը փոքր երեխաներով դրսում կանգնած ու լսում ենք մեր տունը այնպիսի տեղ էր, որ մոտակայքում Պաշտպանության բանակի այդ կարևոր նշանակության զորամասերն էին ու հարվածում են հենց այդ մասերին, այսինքն ամեն վայրկյան սպասում ես, որ հեսա այստեղ կլինի այդ պայթյունները, որտեղ ապրում էի Վարձով, տանտիրոջ մոտ գնացի, որովհետև մենակ էի, ծնողներիս մոտ չէին, ամուսինս Պաշտպանության բանակում էր։
Այդ ձայների տակ, չգիտեմ, ստրեսից էր, վախից էր, երեխան քնեց։ 44 օրյա պատերազմի ժամանակ, օրինակ, գիտեինք, որ ամուր բանակ ունենք, կպաշտպանեն մեզ, ամեն ինչ լավ կլինի, այդ հույսով էինք։ 23 թվականին հասկանում ես, որ ամեն վայրկյան կարողա ցեղասպանվես, փոքր երեխան, չգիտես ինչ կանես, որ հենց հիմա թուրքերը մտնեն, ինչ կլինի։ Երբ որ արդեն այդ ռմբակոծությունների ձայնը փոխարինվեց ավտոմատների ձայների, արդեն հասկացանք, որ Աստծո վրա է ամեն ինչ։ Այդ մի օրը լուսացնելը, չգիտեմ, ինչ արժեցավ մեր համար, որովհետև էլի բոլոր հարազատները, տղամարդիկ բոլորը դիրքերում են, մենք երեխաների հետ նկուղում ենք, բայց արդեն ավտոմատների ձայներ ենք լսում, այսինքն մենք չենք կարող ինքնապաշտպանվել այդ պահին, ու մենակ աղոթում ենք։ Առավոտյան արդեն լսեցինք, որ զինադադար է, չեմ կարող ասել այդ զգացմունքները, այդ ապրումները, որ հասկանում ես, որ ամեն ինչ վերջացավ ու դու պետքա կտրվես քո արմատներից, քո հողից։ Վերջի օրերը, չգիտեմ, հրաժեշտի օրեր էր ու չգիտեմ որն էր ավելի վատ Շուշին թողնելը, որ հրաժեշտ չեմ տվել, թե գիտակցել, որ այս վերջի օրն է, որ այստեղ եմ ապրում, այս վերջի անգամա, որ քայլում եմ Արցախում, գերեզմաններ հնարավորություն չունեցան գնալու, գնացինք եղբայրական գերեզմանոց ու այդ տեսարանը, որ մարդիկ հուղարկավորում են իրենց երեխաներին ու հասկանում են, որ հետո հնարավորություն չեն ունենալու գալ Շիրիմի։ Այդ քաոս էր։ Երկու օր տևող այդ դժոխքի ճանապարհ էր կարելի ասել, որ հասկանում ես, որ կտրվում ես արմատներիցդ, հայրենիքիցդ, ծննդավայրիցդ ու այդ տղաների արյունը դեռ տաք հա ու դու հնարավորություն չունես մնաս, գնաս Շիրիմին, գիտակցում ես, որ չես կարող մնալ, ապրել թուրքերի հետ, բայց նաև չես ուզում թողնել այդ տղաների շիրիմները եւ դուրս գալ։ Ու այդ շարասյունը ավտոների կանգնումը մի գիշեր տեղից չենք շարժվել ու դեռ չենք հասկանում ինչա կատարվում, որովհետև կապ չկար ու լսում ենք, որ պայթյուն ա եղել։ Դե այն ժամանակ ասեցին 100-ից ավելի զոհա ու մենք չենք հավատում, ես ինչ պայթյուն կարա լինի, չենք պատկերացնում ինչ մասշտաբների այդ պայթյունը ու ամեն րոպե լսում ենք, որ այս ծանոթը, այս հարազատը պայթյունի ժամանակ այնտեղ ա եղել, զոհվել ա, ամուսնուս եղբոր ընտանիքի հետ էինք մեքենայի մեջ, 3 երեխա կար մեքենայի մեջ, մենք սնունդ չունենք, 2 օր այդ տևող ճանապարհը, անհանգստությունը, որ մեր ամուսինները պատերազմի մասնակից են ու ինչ կլինի, ինչպես կանցնենք Հակարի կամուրջը, անբացատրելի ապրումներ էր իհարկե։ Ու երբ որ հասանք Հակարի կամուրջ, այդտեղ են որ արդեն գիտակցում ենք, երբ որ անցանք Հակարի կամուրջը, երբ որ գիտակցում ես, որ վերջ։ Միանգամից ամուսինս այդ առաջի օրերը, առաջի բանը որ խոսում էր, աշխատանք գտնել, աշխատանք պետք է աշխատել, պետք է շարունակել, մենք փոքր երեխա ունենք, վարձով պետք է ապրենք։ Ու երևի առաջի 10 օրվա ընթացքում աշխատանք գտավ ու մտածում էր ցանկացած աշխատանք, այսինքն ինքը երաժիշտ էր, բայց այդտեղ փնտրում էր ցանկացած աշխատանք ու հույս չուներ, որ ինչ որ երաժշտական գծով պետք է աշխատի, որովհետև այդ ամեն ինչից հետո դժվար էր պատկերացնել ոնց պետք է նվագես, ոնց պետք է պարես։ Աշխատանք գտավ, վարձով տուն գտանք, հասկացա, որ ես էլ պետք է շարունակեմ աշխատել, որպեսզի չկորցնեմ ինձ, որպեսզի չգժվեմ։ Դիմեցի Նոր-Նորքի մշակույթի տուն կար հենց որտեղ ապրում ենք, գնացի ուղղակի ասենց ասեցի հնարավոր է այստեղ բարի խումբ բացեն։ Ես շատ շնորհակալ եմ այդ ընդունելության համար, ոնց են իրանք ընդունել մեզ դահլիճ տրամադրել։ Ես Ստեփանակերտի իմ աշակերտների ծնողների խմբում գրեցի, որ ուզում եմ հավաքել երեխաներին, սկզբում անվճար, ուղղակի այնքան որ հանդիպենք երեխաների հետ ու գիտեմ, որ երեխաների համար էլ էր այդ մեծ ուրախություն, որ գան, իրար հանդիպեն, իրար հետ խոսեն Արցախի լեզվով,
Շատ հուզիչ էր այդ առաջի հանդիպումը երեխաները իրար հետ, իմ հետ։ Ու սկսեցին քիչ-քիչ աշխատել, քիչ-քիչ շատանալ։ Իրանց շնորհիվ եւ նորից սկսեցի փորձեցի գտնել ինձ, շարունակել կյանքը, ինչքան էլ որ դա դժվար էր։ Մի քանի ամսվա աշխատանքի արդյունքում ստացանք հրավեր մասնակցել Վրաստանում կայանալիք միջազգային պարային մրցույթին։ Հրավերը ստացանք, բայց չունենք ֆինանսական աջակցություն։ Facebook-յան հարթակում դրամահավաք կազմակերպեցինք ու իր ուրախությունից հավաքվեց այդ գումարը ու նաև չունեինք բեմական հագուստ։ Ամենայն մինիմալ հագուստով գնացինք ու շատ ուժեղ մասնակիցներ էին, շատ լավ խմբեր էին մասնակցում, շքեղ հագուստներով բեմական ու մենակ իմ երեխեքն էին, որ չունեին այդ շքեղ հագուստները, բայց ունեին կամք հաղթելու, ունեին ցանկություն Արցախի անունը հնչեցնելու։ Ու խումբը հենց կոչել ենք Արցախ, մանկական պարային ստուդիա, երբ որ լսեցինք անսամբլ Արցախ, Первое место, արդեն երեխաների այդ ուրախությանը չափուսահման չկար, գոռում էին, բեմում Արցախ էին գոռում, այդ առաջի տեղով ուրախացանք ու նորից լսում ենք անսամբլ Արցախ Grand Prix, այսինքն այդ մրցույթի ժամանակ երկու մրցանակով եկանք եւ առաջի հորիզոնական եւ Grand Prix։ Կաբուլեջի մեր անցնում մրցույթը, իսկ մի օր առաջ ֆեստիվալ էր, որտեղ մասնակցում էին նաեւ Ադրբեջանի պատվիրակությունը։ Մենք ճիշտ ասած իմ մեջ վախ կար, որ դե այդքան երեխաների պատասխանատվությունը իմ վրա է ու Արցախ անունը լսելով ինչ արձագանքներ կլինեն թե վրացիների կողմից, թե ադրբեջանական այդ պատվիրակության կողմից, որովհետև մենք գնացել ենք որպես հանդիսատես այդ ֆեստիվալն ենք նայում, իսկ հաջորդ օրը մենք գիտեինք, որ բոլոր մասնակիցները գալու են մրցույթին որպես հանդիսատեսներ կլինեն, բայց էլի Աստծո կամքով ոչ մի միջադեպ չեղավ, վերադարձանք Grand Prix-ով ու մինչև հիմա շարունակում ենք աշխատել։ Գիտեք, ամեն օր, երբ որ արթնանում ես ու ինչքան էլ ժամանակ անցնում, միևնույն է, այդ վերքը քո մեջ է, քո հետ է ու չես կարողանում լիարժեք ապրել այնպես ինչպես ապրել ես, բայց ամեն անգամ որ հիշում եմ, այսօր գնալու եմ երեխեքիս հետ հանդիպելու եմ, շարունակելու ենք աշխատել, հիմա մենք ուզում ենք հունիսին կամ հուլիսին միջոցառում ենք անելու Արցախ խորագրով, այսինքն միայն Արցախի մասին ալինելու միջոցառումը, արցախյան պարեր, արցախյան ասմունք եւ այլն, ու կարող եմ ասել, որ այդ աշխատանքն է, իմ աշակերտներն են, որ ուժ են տալիս, չեն թողում թուլանալ, որովհետեւ ամեն օր իրանց աչքերի նայելով տեսնում ես, որ իրանք էլ ինձնից են ուզում ինչ-որ էներգիա ստանան, ինչ-որ հույս ստանան, որ ամեն ինչ լավ կլինի ու փորձում ենք Արցախի անունը չթողենք մարի, չթողենք բարբառը մշակույթը, չթողենք մոռացվի։ Հուսով ենք մի օր, չգիտեմ, հետ կգնանք, թե չէ, չեմ կարող ասել, բայց շատ մեծ ցանկություն կա գոնե մի անգամ նորից անցնել այդ ճանապարհներով, շնչել այդ օդը մաքուր ջդրդուզի